Ալո։ Ալո, Մանե ջան, բարի երեկո։ Բարի երեկո, Դավիթ ջան, ինչ ա եղել։ Բան պիտի ասեմ քեզ։ Լսում եմ, Դավիթ ջան, ասա։ Չգիտեմ տեղակ ես թե չէ, բայց աղջիկը Տիլոնան մեր տանն է։ Այ, էդ ինչ լավ բան ասեցիր, Դավիթ ջան, սիրտս արդեն պայթում էր։ Բայց ինչ ա անում ինքը ձեր տանը։ Ինչ գործ ունի, ինչի համար ա եկել ձեր տուն։ Չգիտեմ, ասեց որ եկել է Վարդանին տեսնի։ Դու մի անհանգստացի, ես երեխուն ապահով կբերեմ տուն։ Դավիթ, իսկ ինքը գիտի, որ դու հիմա ինձ ես զանգել։ Չէ։ Ուղղակի զգացի, որ ինչ-որ բան չի ու որոշեցի զանգեմ քեզ։ Ես ուղղակի դուռը կողպել էի, որ տանից դուրս չգա։ Բայց բանալին գտել էր ու փախել։ Դու մի անհանգստացի, ամեն ինչ լավ է։ Լավ է, որ եկել ես այստեղ ու լավ է, որ ինձ ա հանդիպել։ Դու սպասի, մի քիչ հետո երեխուն կբերեմ։ Սպասում եմ, Դավիթ ջան։ Շատ շնորհակալ եմ։ Խոսեցի Վարդանի հետ։ Ուշ կգա։ Ասեց, որ քեզ տանեմ իր մոտ, որտեղ ինքը գործեր ուշ կավարտի։ Այսինքն հիմա ինձ կտանեք իր մոտ։ Հա, ննջարանից բանալները վերցնեմ մեքենայի ու գնանք։ Արուսակը չմոռանաս։ Լավ, մերսի։ Հազար ասեցի կրակը մի թեժացրու։ Չթեժացնեիք սառեինք։ Ահագին տակացանք ապեր ապրես։ Հանգստացի միա։ Հանգստացի։ Ասում հանգստացի միա։ Ես մենակ քեզ ա ենթարկում։ Բայ ու բաց թողես։ Վիկա։ Երեխեք, կարող ա գնանք ներս սուր տա։ Հա, էլի դուռը բաց կթողնենք։ Հա, բայց սկզբի համար պետք է ստուգեն կրակը հանգելա միջավեր թե չէ։ Սպասեք ստեղ։ Շնորհակալ եմ։ Չեմ ուզում նորից հիվանդանաս։ Էս ինչի ինձ էստեղ բերեցիք, Վարդանը էստեղ, ա։ Վարդանը չէ, բայց կարծում եմ ավելի կարևոր մարդ կա սպասող քեզ։ Ինչի ինձ խաբեցիք, ինչի բերեցիք ստեղ։ Ես քեզ հասկանում եմ, բայց դու կարծում եմ հետո կհասկանաս, որ սենց է ճիշտ։ Ընդհանրապես ձեզ ինչի եք խառնվում։ Եթե չէիք ուզում ձեր տանը սպասեիք, կարայիք ասեիք կգնայի։ Մայրդ քեզ ամեն ինչ կբացատրի։ Լավ կլինի մամայիդ լսես, եթե չես կարողանում ինքնուրույն ճիշտ որոշում կայացնես։ Էդ ինչի ա ձեզ թվում, որ ընդամենը մի ժամում ինձ հասցրեցիք ճանաչել։ Դու շուտ ես մարդկանց վստահում։ Դու սիրահարված ես ու կարծում ես, որ Վարդանի պահվածքը նորմալ է սիրահարված տղայի համար։ Դու նույնիսկ ինձ վստահեցիր առանց իմանալու ով եմ ու ուր կարող եմ քեզ տանել։ Դու տենց շատ վատ մարդկանց կարող ես վստահել, իսկ իրանք քեզ ձեր տան բակ չեն բերի։ Վերջը չեմ ուզում լսեմ, բացեք այս դուռը։ Այ Իլոնա, Փառք Աստծո, գիտես ինչ ասես մտքովս անցավ։ Շնորհակալ եմ, Դավիթ, ու կներես, որ քեզ այս ժամին անհանգստացրի։ Խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Բարի գիշեր ձեզ։ Մամային էլ չվախացնես։ Բարի գիշեր։
Սա մի քանի ժամ կոթափող։ Դե ավելի մոտ է։ Կար կներես, ես չէի մտածում, որ այս ամեն ինչը։ Լավ։ Մենք արդեն ոչ մի բան չենք կարող փոխենք։ Գիշերը լուսացնենք, առավոտը կհասկանանք ինչ ենք անում։ Դավիթի մոտ էլ ինձ խայտարակ արեցիր։ Այս ամեն ինչ ինձ քիչ էր, դու էլ մյուս կողմից։ Ինչ ա ուզածդ Իլոնա, հա? Այս ինչ պատիժ ես դու իմ գլխին։ Ինչ ես ուզում դու ինձանից, աղջիկ ջան։ Խոսա։ Խոսա Իլոնա, խոսա ինձ նայի մի հատ, ինձ նայի։ Խոսա ասում եմ, ես վատ ծնող եմ, հա? Որտեղ եմ ես թերացել։ Որտեղ եմ վատ թողում արել։ Խոսա։ Անամոթի պես այդ բանանի ես գողանում, տանից ու փախնում ես։ Ստոր։ Էլ ինչ ստորությունների ես քեզնից սպասեմ, հա? Էլ ինչերի սպասեմ քեզնից։ Իլոնա։ Լավ չես։ Ջուր կխմես, Իլոնա։ Մի րոպե սա ջուր կբերեմ։ Վերցրու։ Խմի, Իլոնա, խմի ասում եմ։ Խնդրում եմ քեզ Իլոնա, խոսա իմ հետ։ Բալես, ես շատ լավ հասկանում եմ, որ քո կյանքում ինչ-որ բան ա կատարվում։ Վստահի ինձ, խնդրում եմ։ Ես քեզ կօգնեմ։ Ես ամեն ինչ կանեմ քո համար։ Ես ամեն ինչի պատրաստ եմ քո համար։ Դու դա շատ լավ գիտես։ Բալես։ Ես քո համար օտար մարդ չեմ։ Ես ամեն ինչ կանեմ։ Լսում եմ ձեզ։ Կարծում եմ հասկանում եք, թե ինչ խնդրով ենք եկել։ Հա, իհարկե, ես արդեն հասկացա ինչ համար եք այստեղ։ Ուզում էինք իմանալ, որ փուլում են գտնվում աշխատանքները։ Ամեն ինչ արվում է, փնտրում ենք։ Մի քանի ուղղություններով, Երևանում, Երևանից դուրս, Հայաստանից դուրս։ Այսինքն, վարկած կա, որ երեխաները Հայաստանից դուրս են եկել։ Այո, դա ամենահիմնավոր վարկածներից մեկն է։ Թեև մեքենան գտնելուց հետո հետաքննության ուղղությունը մի քիչ փոխվեց։ Իսկ շոշափելի ինչ-որ բան կա։ Այս պահին ոչ մի հուսադրող բան չեմ կարող ասել։ Որոնում ենք։ Մանեն դուք եք։ Չէ, ես եմ Մանեն։ Եթե չեմ սխալվում, ձեզանից ահազանգ ենք ստացել անհետացած անչափահասի վերաբերյալ։ Հայ, ես էի զանգահարել։ Բայց հետո զանգեցի ու ասեցի, որ պետք չի փնտրել ու ամեն ինչ նորմալ է։ Իսկ չեք կարծում, որ այս ամենը մի քիչ տարօրինակ է։ Սկզբից կորում է ձեր տղան, հետո հայտնում եք ձեր աղջկա անհետացման մասին։ Չեք կարծում, որ այս դեպքերը իրար հետ կապված են։
Չեմ հասկանում, ոնց կարող են այդ երկու դեպքերը իրար հետ կապված լինել։ Հնարավոր է, որ ձեր աղջիկը իմացել է որտեղ է գտնվում իր եղբայրը եւ գնացել է իր մոտ։ Չէ, դա ուրիշ դեպք էր։ Կարենի անհետացման հետ բացարձակ կապ չունի։ Եթե ինչ-որ բան ձեզ մտահոգում է, հիմա ինձ ասեք։ Միակ բանը, որ ինձ մտահոգում է ու ես սարսափում եմ այդ մտքից, դա Կարենի ու իր ընկերների անհետացումն է։ Հասկացա, մենք ամեն ինչ անում ենք։ Ամեն անգամ նույն պատասխանն եք տալիս։ Մանե, արի գնանք, հա, արի։ Հուսով եմ մի արդյունքի կհասնեք։ Եթե տեսնեիք ինչ մասշտաբի որոնողական աշխատանքներ ենք անում, այդպես չի ասի։ Շատ խոշանա։ Չէ, էսա տունը, գգա էսա։ Այս անտառները լավ գիտի։ Իրանից լավ իմացող չես գտնի, բայց կարող եմ քիչ շատ փող ուզի։ Փողը խնդիր չի, կարևորը օգնի։ Իրա մասին է ասում, իրա տղան է կորը։ Անունս Արտաշը։ Դավիթ։ Հաստատ անտառներում է։ Ընկերների հետ է։ Ասում են ջայլն են տեսել անտառ բարձրանալիս։ Մեքենան էլ հաղարծինի մոտ են գտել։ Քանի օր է արդեն։ 4։ Դեռ ողջ կլինեն։ Ով իմանա, եթե մոտներ ուտելու բան կա, եթե վիրավոր չեն, եթե գելու գազանի փայ չեն դարել։ 4 օր էլ չէին դիմանա։ Բախտի բան է, կարող է 4 ժամ էլ չդիմանան, եթե ոհմակը հարձակվի։ Անտառը մեծ է, մի քանի քառակուսի չի, որ գնանք ման գանք։ Պետք է հասկանանք, որ կողմ են գնացել, որտեղից սկսենք։ Դրա համար էլ ձեզ եմ դիմել։ Ինձ դիմելը քիչ է, կարամ ուղեկցեմ, ապահով տանեմ, ապահով հետ բերեմ քեզ, բայց եթե հետքը չգտանք, Մանե, վերջ, հանգստացի։ Քո այս վիճակին մենակ ես էր մնում պակաս։ Դու լսեցիր ինչ ասեց։ Ուզում էր ասել, որ իմ երեխեքը ինձնից փախնում են։ Իլոնայի թեման էլ բացեց, որ դա ակնարկի։ Չհասկացավ ինչ ասեց։ Ուշադրություն մի դարձրու, սրտիդ էլ մոտ մի ընկնում է։ Հիմա դու էլ ես, չէ՞ մտածում, որ իմ երեխեքը ինձանից են փախնում։ Բայ գժվեցիր դու։ Ես ինչի պիտի տենց բան մտածեմ։ Առաջին օրն եմ քեզ ճանաչում։ Մենք ուղակի Իլոնայի հետ վիճեցինք, ինքն էլ տանից գնաց։ Այս Կարենի դեպքերից հետո ահա որ վախեցած եմ, Անուշ։ Դրա համար մի անգամից զանգեցի ոստիկանություն։ Նորմալ է։ Իլոնայի տարիքից է որ նման բաներ է անում։ Մի քիչ ներողամի տեղի։ Ուֆ, չգիտեմ, ես կգժվեմ արդեն։ Պետը թացա, դրանից է։ Տենց քո կարծիքով այդքանը չէի հասկանում։ Այս ինչ իմանամ։ Հանգիստ նստի տեղը տելի։ Դե նշի դրանից ավել բան կարամ անեմ։ Հարցն էլ հենց էդ է։ Որ ոտդ սենց չլներ հիմա մի ձև ստեից գնացել ենք։ Կարեն։ Կարեն հլա ինձ նայի։ Որ պետք եղավ պիտի անես։ Ինչ։ Ոտքս պետք է կտրես։ Ահա, դրանից լավ տարբերակ չկա։ Եթե սենց թողնեմ,
կբարձրանա վերև, արյան վարակ կլինի, դες պետք չէ էլի։ Չէ, ինչ ես խոսում, այդ անհնար է, ես տենց բան չեմ կարող անել։ Ամեն ոչ մեկս չգիտենք ինչի մասին ենք խոսում։ Ամեն մեկս մի բան լսել ենք արյան վարակի ու տենց բաների մասին, բայց ոչ մեկ հստակ չգիտի, թե քո հետ ինչ է կատարվում հենց հիմա։ Ես կարամ քո վրա հույս դնեմ։ Նորից եմ ասում։ Ես տենց բան չեմ արել ու անհնար է տենց բան անեմ։ Հավե հասկացանք, որ չես արել, բայց դե պետք է անես, չէ։ Մի երկու օր էլ մնացինք ստեղ էլ չենք կարա դուրս գանք։ Չես դիմանալու, ես չեմ կարա տենց բան։ Կդիմանամ։ Էդ իմ խնդիրն է։ Բա որ Արնահոսի չկարողանանք կանգնացնենք, շատ վտանգավոր է, դու հասկանում ես ինչի մասին ես խոսում։ Ավելի վտանգավոր է, որ ոչ մի բան չանենք։ Կարեն, խոստացի, որ կանես։ Տեսեք ինչ ենք բերել, ոնց որ չորա։ Ես կվարվի։ Ես կվարվի։ Բան ա եղել։ Չէ։ Բայց այդ դրանք ուր են։ Էդոենք գնացել են ուտելիք գտնելու։ Ասում է մեծ անտառ անհնար է ուտելու բան չլինի։ Իմ մաման են գալիս։ Ուտելիք ման գալու փոխարեն պետք է տարբերակ ման գանք ստեյից դուրս գալ։ Ինչ ա եղել, ինչ է սենց ներվային։ Ու հիշում ես երեք ինչ վիճակում էիր։ Այդքան էլ չէ։ Այ որ հիշեիր, դու էլ ներվային կլինեի։ Բայց արի շատ հեռու չգնենք, որտեվ կարող է հետ գնալու ճամփեն էլ չգտնենք։ Այդ բայց ուտելու ոչ մի բան չգտանք։ Ուտելիքն էլ արդեն վերջանում է։ Ու մենք դեռ չգիտենք ինչքան են գոյատևելու այս անմարկային պայմաններում։ Հա դե որ բան չգտնենք ուտելու, վերջին տարբերակ ծառի արմատները կուտենք։ Էդո! Ախեցա դու աննորմալ չես արայի։ Ահա, ես էլ մեր այսօրվա ուտելիքը։ Այսօր սոված չենք մնա։ Հա, բայց հələ մի վարքյան, ինչ իմանանք, ես ուտելու ա, թե չէ։ Հաստատ թունավոր չի։ Ուտելու է։ Ինչ գիտես, թունավոր ա, թե չէ։ Այդ բարձ հիշում եմ, մեր տան մոտի շուկայում սրանից վաճառում էին։ Մամաս միշտ առնում էր։ Լիլ վստահ ես, թե սովից արդեն աչքիդ բան չի եղել։ Չէ, դեռ աչքերից դեմը չի սևացել, բայց որ մի քիչ էլ սոված մնամ, չգիտեմ ինչ կլինի։ Դե նայ, հետո չասես ինչի թունավորվեց։ Ես ավելին ասեմ, դուք դեռ ինձ սրա համար շնորհակալություն եք ասել։
Բարև։ Բարև մանիջան։ Ինչ-որ բան կխմես։ Չէ, շնորհակալ եմ։ Այնքան անհանգստացա, որ կանչեցիր։ Դե մտածեցի ինչքան շուտ խոսենք այս մասին, այդքան լավ։ Ինչ-որ բան է եղել։ Երեխեքից լուր կա։ Չէ։ Խոսքը Իլոնայի մասին է։ Գիտես, Իլոնան եկել էր մեր տուն, Վարդանի մոտ։ Այդ Վարդանը Էդգարի ընկերն է, բայց ես չէի ուզենա, որ իրանք իրար հետ շփվեն։ Այդ Վարդանը մեղմ ասած Իլոնայի համար չի։ Իլոնան ընկերություն է անում այդ տղայի հետ։ Ես չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ են իրանք, բայց Վարդանը անհաջող կերպար է։ Ունի վատ սովորություններ, վատ շրջապատ ու ես չէի ուզենա, որ Իլոնան ընկնի այդ հոսանքի տակ։ Հաստորեն դա էր Իլոնայի պահվածքի պատճառը։ Ու ինձ ոչ մի բան չի ասել։ Ինչի ինձ չի պատմել։ Չգիտեմ։ Ես կխոսեմ այդ Վարդանի հետ, բայց ոչ մի երաշխիք չեմ կարող տալ, ինչ-որ բան կփոխվի, թե ոչ։ Իլոնայից ամեն ինչ կախված։ Այ դու իր հետ խոսի։ Ես կխոսեմ Իլոնայի հետ։ Ես այդ տղու հետ էլ կխոսեմ, որ աղջկանից ես հեռու մնա։ Ոնց ես չէի հասկացել։ Ինձ կներես, ես իրան չեմ կարող վերահասկել իրավիճակը։ Գիտես, զբաղված եմ երեխեքին որոնելով ու այդ Վարդանը իմ տեսադաշտում չի։ Դու ամեն ինչ արեցիր, Դավիթ։ Ես շատ շնորհակալ եմ քեզնից։ Ես իրոք երախտապարտ եմ քեզ։ Մնացածը ես կանեմ։ Մենակ խնդրում եմ, որ այդ տղայի հեռախոսը համարն ու հասցեն տաս ինձ։ Հասցեն կասեն, հեռախոսը համարը սա է։ Ուրեմն լսի, ինձ պետք է գոնե 4-ից 5 հոգի մարդ։ Տարբեր ուղղություններով են գնալու։ Լավ պատրաստված պետք է լինեն, որ այդ պայմաններում դիմանան։ Լավ, կսպասեմ զանգիդ։ Մենակ խնդրում եմ, կարգին տղեկ հավաքի, լավ։ Կգտնեմ ես քեզ տղես։ Որտեղ է լինես կգտնեմ։ Ալո։ Լսում եմ։ Ես եմ։ Որտեղ։ Քանի հոգի։ Հասկացա, գալիս եմ։ Մենակ թե դու չլինես։ Մենակ թե դու չլինես։ Մորքուր, հա? Ուրեմն դու ես այդ գրողի տարած Վարդանը։ Մի րոպե, ով ես դու, ինչ ես ուզում։ Լավ, մարդ ինչքան տականք պիտի լինի, որ անչափահաս երեխեքի խելքը ուտի։ Ինչ ես լցրել երեխուս գլուխը, հա? Դու մարդ ես։ Ինչ ուզում ես կնիքը ինձնից։ Կսպանեմ քեզ, լսում ես։ Այս ձեռքերովս կսպանեմ քեզ։ Կտոր կանեմ, եթե մի հատ էլ երեխուս կողքը քեզ տեսել եմ։ Մի րոպե։ Սկզբի համար արի հասկանանք ով է երեխեդ։ Ինչի քանի անչափահասի գլուխ ես կերել, որ հիմա չես հասկանում ու մասին եմ խոսում։ Իլոնան է իմ աղջիկը։ Հիմա հասկացան ու մասին է խոսքը։ Ինձ թվում է դու ինչ-որ բան խառնում ես։ Ես ոչ մի Իլոնա չեմ ճանաչում։ Լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Առաջին ու վերջին անգամ եմ զգուշացնում։ Երեխուցս հեռու ես մնում։
Թե չէ Կարենը կիմանա այս ամեն ինչի մասին ու քո համար հաստատ լավ չի լինի, հասկացա՞ր։ Հասկացա։ Արդեն կարաս գնաս, դուռը բացա։ Եթե խելքդ գլուխդ չհավաքես, ես քեզ ոստիկանության ձեռքն եմ տալու, որովհետև քո նմանները իրավունք չունեն ապրելու հասարակության մեջ, որովհետև դուք վտանգավոր եք։ Հասկացա։ Արդեն կարաս գնաս։ Ու աղջիկա տել կասես ոչ գա ու ոչ էլ զանգի։ Ունես տպավորությունը ոնց որ ինքը չէր ուզում շփվել։ Ես էլ զորո բռնել եմ ասել եմ շփվի հետս։ Տականք։ Ուրեմն անչափահաս երեխեքին գլուխ ուտելով ես քեզ տղամարդ համարում, հա։ Ուրեմն հենց հիմա գնում ես տեղից, քանի դիմանում եմ, լսում ես։ Հենց հիմա գնում ես տեղից։ Ու աղջիկա տել կասես ոչ երևա ու ոչ էլ զանգի։ Չերևա այս տան կողմերը։ Դուրս արի։ Չփորձես այդ կեղտոտ ձեռքերովդ ինձ կպնես։ Տականք։ Ես գիտեի, որ այդ աղջիկը ինձ մի շարի մեջ գցելու է։ Որտեղ է։ Դա սպասի, պետք է խոսենք։ Տեսել ես։ Ինքնա։ Չէ, չեմ տեսել։ Բայց 5-ին էլ գտել են։ Մեկը մահացած, այլ մի տղան ու 3 աղջիկն էլ անգիտակից հիվանդանոցում են։ Նոր զանգեցին, ասացին, որ մեկ ուշքի է եկել, բայց թույլ է, չեն կարող հետը խոսել։ Հենց հիմա ինքնությունն են պարզում։ Ոչ մեկի մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել։ Ասացին փաբի պատվալից են գտել։ Հա, փաբերից մեկի պատվալում են գտել, 5-ն էլ կորած են եղել։ Ու Աստված գիտի ինչի համար են այնտեղ փակվել, ինչ են արել։ Դա հիմա կա այն ինչը որ կա։ Մահվան պատճառը։ Վերեդոս։ Էդգարը տես բան չի անում։ Դու գիտես։ Մենք երբեք ոչ մի բանում չենք կարող վստահ լինել։ Չի կարա իմ տղան լինի։ Պիտի տեսնեմ։ Լավ։ Ինքը չի։ Լավ, մի րոպե սպասի։ Ժամանակ չունեմ, տղուս պիտի գտնեմ։ Արդեն սկսել ենք, արդեն փնտրում ենք։ Արդեն։ Երբ վանից։ Այսօր առավոտից սմենը փոխել են ու սկսել։ Ինչ ես տենց ասում։ Այս օրերին ինչ կարողացել եմ արել եմ, որ օգնեմ։ Տղես ու ընկերներ չկան։ 4 օրա ոչ մի լուր ու ոչ մի նորություն։ Ու դու ինձ մխիթարում ես միայն նրանով, որ արդեն սկսել են փնտրել։ Ես ձեզանից շատ ինֆորմացիա ունեմ։ Եթե պետք լինի, զանգեք, կասեմ։
ես անում։ Նասիլկա է պետք որ կարողանանք Արամին տեղափոխենք։ Ըստ քեզ կստացվի։ Այս տնակում պարան կա, ադյալ կա, պետք է փորձենք կապ կպենք մի բան ստանանք, չգիտեմ։ Ինչ էր ասում։ Հա։ Ես ու Մանոն որ ներս մտանք, Արամը քեզ ինչ-որ բան էր ասում։ Ոչ մի բան։ Ճիշտն ասա։ Միկա դու լուրջ տես կապվել ես, հա հետը։ Քո համար մեկ չի։ Չէ, մեկ չի։ Հա, կապվել եմ։ Որովհետև Արամը միակ մարդն էր, ով մի անգամից չմտածեց, որ ես կործանված եմ, տարօրինակ կամ խփնված։ Ես էլ տես չեմ մտածում։ Լուրջ։ Երբ վանից։ Հիշացնեմ, թե հիշում ես։ Վիկա, ոչ մեկ չպետք է իմանա դրա մասին։ Ոչ մեկը, թե Մանոն։ Քեզ ինչ եղավ։ Ոնց որ դու էլ չէիր ուզում, որ ինչ-որ մեկը իմանա, ինչ փոխվեց։ Իմ համար միշտ էլ միևնույն է եղել, ով կիմանա, ով չէ։ Իմ մասին այնքան բան են խոսացել, որ մի բան ավել, մի բան պակաս, ոչ մի բան չէր փոխի։ Լավ, հիմա ինչի բացեցիր այս թեման։ Որ ասես, թե Արամը քեզ ինչ էր ասում։ Ասում էր, որ եթե պետք եղավ ոտը կտրամ։ Այդքան բան։ Պետք էր դրա համար սենց շանտաժ անել։ Իլոնա, բաց արա, մենք պիտի խոսենք։ Մամ, մի րոպե։ Լսի, դու ես ինչ ես բերում իմ գլխին, հա։ Հիմա ինչ ա եղել։ Քնած էի, քնած ժամանակ էլ հաստատ սենյակից դուրս չեմ եկել։ Փաստորեն քո այդ վատ վիճակի պատճառը Վարդանն էր, հա։ Փաստորեն դու այդքան թույլ աղջիկ ես, հա։ Փաստորեն քեզ կարողանում են հեշտ ու հանգիստ գցեն իրանց հոսանքի տակ։ Վարդանը ինչ կապ ունի, իրան որտեղից գիտես։ Քո պատճառով խայտարակ եմ եղել։ Աղբորդ գլուխն ես կորցրել։ Գիտես քեզ ինչ կանի, որ իմանա։ Ինչ պիտի անի, կասես, ինչ պիտի անի, արգելված է սիրելը։ Ինչ որ մեկը արգելում է իրան Մանոյին սիրի։ Ինչ։ Ինչ սեր, աղջիկ ջան, դու լրիվ ես ցնդել։ Այդ անասունը լրիվ ուղեղդ կերել է, դու էլ իրան հավատացել ես։ Գիտես դրա նմանները ինչ են անում քո նման միամիտ երեխեքի հետ։ Մամա, մենակ քո համար եմ ես երեխա, ու մենակ դու ես ինձ միամիտ ապուշի տեղ դրել։ Ես արդեն հասուն աղջիկ եմ, մի խառնվի իմ կյանքին։ Ես սիրում եմ Վարդանին ու ինքն էլ ինձ, ու ոչ մեկ չի կարող մեզ խանգարի, ոչ մեկ։ Լսի, ես լրիվ ուրիշ քայլերի եմ դիմելու։ Սպասի հələ։ Իլոնա,